Տեսեք, տարօրինակը գիտեք ինչն է, որ հերքումները վերաբերում են Հայդատի Ամերիկայի հանձնախմբի կամ կենտրոնական գրասենյակի հաղորդագրություններին, բայց առողջ բանականությունը ասում է, որ եւ նաեւ ես տեսա, որ կոչեր կային ուղղված այդ անձանց, որ դատի տան Հայդատի Ամերիկայի հանձնախմբին, օրինակ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար, բայց Հայդատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է պաշտոնական նամակ, գաղտնի նամակ, ուղարկված Ամերիկայի Միացյալ Նահանգների գրեթե բոլոր լրատվամիջոցներին եւ ուղարկված Լոնդոնում գործող, Լոնդոնում հաստատված լոբիստական կազմակերպության կողմից եւ եթե ուզում են դատի տալ, թող այդ կազմակերպությունը դատի տան, ասեն առանց եւ ընդ որում բավական խոշոր կազմակերպություն է եւ ասեն առանց մեզ հետ համաձայնացնելու, եթե դա իսկապես համաձայնեցված չէ, ոնց են հենց այդ 4 հոգու անունը տեղ գտել այդ գաղտնի նամակի մեջ, որը մեկի մտքով չի կարող չի անցնել, որ Լոնդոնում գրանցված որևէ կազմակերպություն բանուգործը թողած ուզում է Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ մղել, պայքար մղել, վարկաբեկել, ակնհայտ է, որ դա պետք է լինի ֆինանսական միջոցների դիմաց կատարվող ծառայություն եւ ֆինանսական միջոցներն էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տանում է Ադրբեջան, քանի որ հենց այդ Apollo Strategic Communications կազմակերպության մայր կազմակերպությունը ունի մեկ այլ դուստր կազմակերպություն, որը ներգրավված է Կասպիան ավազանում տնտեսական գործունեության մեջ։ Եթե իրենք հերքում են, ապա պետք չէ սլաքներ ուղղել Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ, թող սլաքներ ուղղեն այդ կազմակերպության դեմ, եթե նրանք իսկապես այդ արշավին մաս չեն կազմում։ Այնտեղ ուղղակի սևով սպիտակի վրա գրված է նրանց անունները։ Ինչ չի հետաքրքրում իրենց ինչի են իրենց անունները տեղ գտել այդ փակ հաղորդագրության մեջ, որը ուղղակիորեն կրկնում է ադրբեջանա-թուրքական այն բոլոր թեզերը, որոնք օգտագործում են Հայդատի համակարգի դեմ պայքարում արդեն տասնամյակների վեր։ Եվ գիտեք ինչ, մի տեսակ տարօրինակ իրավիճակ է ստեղծել, ընդամենը օրեր առաջ բացահայտվեց Էյֆշտեյնի հայտնի կղզում Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ներգրավմամբ մի դավադրություն Հայդատի Ամերիկայի հանձնախմբի նկատմամբ։ Սա արդեն երկրորդն է, Հայդատի համակարգում տասնամյակներ ի վեր սովոր են պայքարելու տարբեր ուժերի դեմ։ Սրա բացառիկությունը այն է, որ կա Հայդատի հանձնախմբի դեմ պայքար եւ այդ պայքարի մեջ ներգրավված 4 անձանցից 3-ը կրում են հայկական ազգանուններ։